գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բոսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Մամ, ես էլ մտածում էի, ես ոնց է հետևիցս չեկար, ու հենց այդ բային եկար։ Բա պետքա գամ, բա ինչ պետք է անեմ։ Այսքան ժամանակ սպասում եմ, որ խոսեմ հետդ։ Արփի հետ ինչ պատմություն եմ։ Ինչ կապ ունես դու պապիկի վարորդի հետ, ու անկեղծ ինձ ասա, Սարան ճիշտ էր ասում, որ դուք հանդիպում եք։ Քեզ ուզում են տենան, արի հետևիցս։ Մամ, Ալեքի մասին ես հարցնում։ Կարծեմ պապիկդ ուրիշ վարորդ չունի, ոչ բարով այդ մեկն է։ Արփի ջան, բալես, ինձ անկեղծ ասա, դուք միասին եք։ Դե, ոնց ասեմ։ Բալես, ոնց կա, տենց էլ ասա։ Ես Ալեքը ինձ դուր է գալիս, ես էլ իրան մենք մեկ-մեկ շփվում ենք ու փորձում ենք իրար ճանաչել, դեռ այդքանն է։ Արփի ջան, դու իմ մեռնելն ես ուզում։ Ես ինչ ես խոսում, ուզում ես սիրտս տրաքի։ Բայց մամ, դու հարցրիր, ասացիր, անկեղծ պատասխանեմ։ Արփի, քո այդ շոֆերի միջև ոչ մի բան չի կարող լինել։ Չես հասկանում, որ ես թույլ չեմ տա, որ նա անգամ մոտ գա քեզ։ Մամ, ինչ ես տենց ասում, ինչ ես տենց խոսում Ալեքի մասին։ Աղջիկ ջան, մի հատ քեզ նայի։ Մի հատ նայի քեզ ոտքից գլուխ, մեզ նայի։ Մեր ընտանիքին նայի, նա մեր շրջապատից չի, մեր մակարդակի չի։ Նա իրենց ոչ մի բան չի ներկայացում, գիտակցում ես այդքանը։ Մամ, Ալեքը լավն է, ինքը իմ համար։ Վերջ տուր։ Արփի վերջ տուր։ Դու դիտմամբ ես անում, հա։ Նենց ես անում, որ սիրտս վատանա։ Ես քեզից այդ ոչնչության անունը էլ չլսեմ։ Մամ, մի վիրավորի Ալեքի։ Սուս մնա այդ անունը չտաս։ Հիմա արցունքներդ սրբում ես ու ուշադիր մամային ես լսում։ Արփի ջան, քեզ չի կարող դուր գալ մեկը, ով 100 անգամ ամեն ինչով ցածր է քեզնից, լսում ես։ Մտքիցդ հանի։ Բայց մամ։ Ոչ մի մամ, Արփի։ Մտքիցդ, գլխիցդ կհանես։ Ես էլ պապիկին կասեմ աշխատանքից կհեռացնի ու մենք երկուսով առանց պապայիդ ասելու էս բայց սկսած այդ թեման կփակենք, վերջ։ Մամ, ես սիրում եմ իրան, դու չես կարա։ Սիրել։ Ինչ սիրել։ Ում ես սիրում։ Պապիկից շոֆերին։ Աղջիկ ջան, հավաքի քեզ։ Թույլ չեմ տա, ես երբեք չեմ համակերպվի, լսում ես, թույլ չեմ տա։ Մամ, դու իմ մաման ես, պիտի հասկանաս ինձ։ Հա, ես քո մաման եմ ու չեմ հասկանում։ Ես աղջիկ չեմ պահել մեծացրել, որ ինչ-որ շոֆերի հետ ամուսնացնեմ, լսում ես։ Մամա։ Ոչ մի մամա, Արփի, ոչ մի մամա։ Չեմ հասկանում, չեմ ընդունում ու վերջ։ Մտքիցդ հանի, վերջ։ Ոչինչ, հիմա կնեղանաս, հետո շնորհակալություն կհայտնես։ Աստծո իմ Արփի, սիրտս լավ չի։ Դրանից ազատվել է պետք։ Այ Արփի։
Քեզ ավելի շուտ էի սպասում, ոնց որ ուշանում ես, հա։ Ինչի, որ հախիցդ ավելի շուտ գամ։ Արի այդքան միշտ ապի։ Հələ կերև ողում հաղից գիտա։ Ես ումից ես թաքնվել օրյորտիկ։ Իսկ ոնց ես կարծում, պապի։ Չեմ կարծում, գիտեմ, նազիկից։ Ճիշտ ես։ Փոքր ժամանակ էլ էիր այդպես։ Հենց մեկն ու մեկից նեղանում էիր, գալիս էիր խոհանոց, սեղանի տակ թաքնվում։ Ոնց տեսնում ես, բան չի փոխվել, պապ։ Չէ, ինչ-որ բան փոխվել։ Հիմա ավելի հազվադեպ ես նեղանում։ Այն ժամանակ էլ էիր կակաո պատրաստում։ Հետո գալիս նստում էիր իմ մոտ, հեքիաթ պատմում, որ տրամադրությունս բարձրանա։ Իսկ կարող է ուզում ես դու ինչ-որ բան պատմես, ես լսեմ, հա? Ես ոչ միայն լավ պատմում եմ, այլ նաև լավ լսում։ Ես քեզ կուշացնում եմ։ Սառայից էլ, արփից էլ կիլոմետրով հեռու ես մնում։ Մեկը իմ քուրն է, մյուսն էլ ապագա կինս է լինի։ Երբ որ ապագա կինդ կլինի, այդ ժամանակ կխոսենք։ Շուտով կլինի, դու հանգիստ եղի։ Չգիտես ինչի, անգամ ամենավատ երազումս չեմ կարող պատկերացնել, որ ինքը կարա կինդ լինի։ Իսկ ինչ վերաբերվում է Սառային, ես էլ եմ Սառային քերոջպես վերաբերվում, այնպես որ այդ բաղով կարող ես հանգիստ լինել։ Չկա տենց բան։ Դու ամենասկզբից լավ էլ իմացել ես, որ Սառան իմ քուրն է ու հատուկ ես մոտիկացել Սառային, որ այդ ձևով ինձնից վրեժ լուծես։ Այդ մի տեսակ քո ձեռագիրն է։ Դու ինձ ինչքանով որ ճանաչում ես, պիտի իմանայիր, որ ես նման քայլերի ընդունակ չեմ։ Բացի այդ ես ձեր հոր այնքան եմ հարգում, որ եթե այս աշխարհում մի հոգի էլ մնա հանձինս քեզ, ով որ կփորձի իբր ինձ վնաս տա, ես իրան մատով չեմ գտնի, որովհետև էլի եմ ասում, ձեր հոր հանդեպ ուրիշ հարգանքով եմ լցված։ Ես քեզ ամեն ինչ ասեցի։ Արփին իմն է։ Կապրենք, կտեսնենք։ Չէ, դու իրոք չես ճոգում ում հետ գործում ես։ Չես հասկանում, որ ինչքանից հակա բաներ անես, այդքան քո համար ավելի վատ է լինելու։ Ինձ թվում է դու չես հասկանում ում հետ գործում ես։ Ես վախեցող մարդ չեմ, առավել ևս քո նմանից։ Իմ անցած կրակների համեմատ դու ընդհանրապես մոխիր ես։ Իսկ ինչ վերաբերվում է սրա նմաններին, կասես դու էլ հետևիցս շփրփռամ։ Մեզ տաղ ես հարց ունես տալու, արի դեմս կանգնի տուր։ Ոյ արփի, չես պատկերացնի ինչքան լավն է ինքը, ինչքան շատ եմ իրան սիրում, ուղղակի հրաշք է, գիտես չէ, հենց իրա մասին եմ մտածում, միանգամից հարսանիքս եմ պատկերացնում։ Սառա, ուր հասար, հետ արի մի հատ։ Ես լուրջ սիրահարված եմ։ Դու լավ կանես չծիծաղես, հա, իմ զգացմունքների վրա։ Ավելավա գնա, ու այսօրվանից որոշի, թե իմ հարսանիքին ինչ ես հագնելու։ Ցնդել ես դու լրիվ։ Այ որ մի քանի ամսից գաս ու իմ հարսնակուրը լինես նորավանքում, այդ ժամանակ այս օրը կհիշես։ Սառ, իմ աղջիկ,
Չի կարելի այդքան տարվել, դու մի անգամ ես այդ տղային տեսել։ Չի կարելի մի անգամից տենց պլաններ, նպատակներ կազմել։ Հետո, ինչ գիտես, կարող է այդ տղան ընկերուհի ունի, սիրած աղջիկ։ Ինչի՞։ Դու ինչ-որ բան գիտես։ Չէ, ես ինչ պիտի իմանամ։ Ուրեմն լսի արփի։ Ես թույլ չեմ տա, որ Ալեքը ինչ-որ ուրիշով հետաքրքրվի։ Ու ով փորձի իմ երջանկության իմ սիրու խանգարի, ես կոչնչացնեմ իրան, հասկացանք։ Դու ամեն ինչ գիտեիր արփի։ Դրա համար էլ ինձ համոզում էիր, որ Ալեքից հեռու մնամ։ Հաստատ գիտեիր։ Ու բացարձակ տեղեկացված չեմ, թե իմ մոտ ընկերուհին ում հետ է հանդիպում, ում հետ է սուրճ խմում։ Տարօրինակ չի, որ դու իմ մտերիմ ընկերուհին ես, բայց չես ասում ում հետ ես հանդիպում։ Սար, քանի անգամ պետք է ասեմ, որ հասկանաս, ես ոչ մեկի հետ չեմ հանդիպում։ Հա, իհարկե, դու ոչ մեկի հետ չես հանդիպել, Տարոնը ձեզ չի տեսել միասին, դա թեմա չի դարձել։ Ու մենք էլ հիմա չգիտեմ ինչի մասին ենք խոսում։ Ես նկատի ունեմ, եթե ես ինչ-որ մեկի հետ սուրճ եմ խմում, այդ չի նշանակում, որ հանդիպում եմ իր հետ կամ այդ պետքա պատմություն դառնա։ Չէ, Տարոնը ճիշտ էր ասում։ Եթե ոչ մի բան իրոք չլիներ այդ տղայի հետ, դու ինձ էլ կծանոթացնեիր իր հետ, բայց դու երևի չես ուզում խոստովանես, չէ՞։ Բան չկա խոստովանելու, Սար։ Ընդհանրապես 2 անգամ սուրճ ենք խմել։ Հա, ու դու այդ տղային չես հավանում։ Սար, չես լսում ինձ։ Հարցիս պատասխանի արփի։ Դու այդ տղային հավանում ես։ Լավ, արի սենց անենք, դու ավելի լավ է խոսալու փոխարեն հիմա սոխը կտրատես, երևի որ կտրատես, այդ հիմար մտքերդ գլխիցը դուրս կգան, կմոռանաս։ Հիմորն եմ ես եղել արփի, որ հավատացել եմ քեզ։ Լավ դե պատմի, շուտ արա, պատմի տեսնեմ ինչ է արել քո սպիտակ ձիով ասպետը, որ սենց երջանկությունը չի իջնում դեմքիցդ։ Հեչ, ներողություն խնդրեց, որ չստացվեց գալը երեկ։ Հետո Դե պայմանավորվեցինք, որ այսքանի օրը մեր տանը կհանդիպենք։ Այ արփի, չես պատկերացնում, ինչքան լավ տղա է Ալեքը։ Լրիվ ինձ համար է ինքը, չգիտեմ։ Արփի, չես լսում, խոսում եմ։ Հա, լսում եմ, բա ոնց։ Դե ասա, ինչ էի ասում։ Ասում էիր, որ Ալեքին իր անունը շատ ես ասում։ Ես դրանից հետո էլ եմ բան ասել, բայց դու չես լսել։ Ինչ-որ բան ա եղել, ինչ ես այսքան խառնվել։ Չէ, ինչ ա եղել։ Ոչ մի բան էլ չի եղել, ես ուղղակի մտքերով էի։ Չէ, արփի, հենց Ալեքի անունը լսեցիր, մտքերդ խառնվեցին իրար։ Չէ, Ալեքը ինչ կապ ունի։ Սար լրիվ գժվել ես, ինչ պետք է։ Լավ, կատակ եմ անում։ Ինչ եղավ։ Կներես, ես էլ չգիտեմ ինչ էի մտածում։ Լավ, Սար, ես պետք է վազեմ արդեն։ Ուր ես գնում, արփի։ Ուր, զինվորի տուն իհարկե, ես էլ ուր պետք է գնամ։ Հա, բայց դեռ ժամանակ կա, ինչ ես ուզում ինձանից շուտ փախնես։ Չեմ փախնում, Սար, ուղղակի մոռացել էի, որ այսօր մի քիչ շուտ պետք է գնամ։ Գնամ հետո, որ տուն գնամ, եթե շատ հոգնած չլինեմ, կզանգեմ, հա։ Գնացինք։ Հաբա, Ալեքը կապ չունի։ Դու իմ ձեռքից չես պրծնի, արփի։ Վաղուց միասին ռոմանտիկ մթնոլորտում թեյ չէինք խմել։
Դե ուրեմն էլ չդժգոհես, որ քեզ ժամանակ չեմ հատկացնում։ Նորիկյանի ծնունդին գնացինք, լավ ժամանակ անցկացրինք, հիմա էլ ռոմանտիկ մթնոլորտում թե ենք խմում։ Հա, այ որ մի հատ էլ արձակուրդ վերցնես ու միասին գնանք Էգեյան ծով, ես էլ խոսելու տեղ ընդհանրապես չեմ ունենա։ Էգեյան ծովում ինչ ես կորցրել։ Փարկաստում ոչ մի բան, բայց մեծ հույսեր ունեմ, որ կգտնեմ։ Ու ինչ ես պատրաստում գտնել։ Այ, ինչ եմ պատրաստում գտնել։ Խաղաղություն, հանգստություն, վայելքներ։ Մայրն ինձ եմ ուզում կտրվեմ այս առօրյա հոգսերից ու խնդիրներից։ Ինչ վատ բան կա դրա մեջ, ուզում եմ ուղղակի ամուսնյակիս հետ ծովն ու արևը վայելեմ։ Մայր, կարող ա կազմակերպես։ Կներես։ Լսում եմ։ Ո բան չի եղել։ Լավ գալիս եմ։ Հետո վեր։ Զորամասից։ Գնում ես։ Հա, պիտի գնամ։ Ոյ, բա ասել էիր այսօր գործեր չունես։ Արդեն ունեմ։ Ես ինձ աչքով տվեցի։ Ակու։ Ես ինչ են ասում։ Էլի տան էներգիան ես մաքրում, թե ուրիշ հաշիվը։ Լավ էլի, պապա։ Կատակների թավեսը չունեմ։ Իսկ ով ասեց, որ ես կատակ եմ անում։ Շատ լուրջ եմ ասում։ Անհանգստանում եմ քեզ համար, որովհետև տեսնում եմ, որ հետդ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Ու ինչ է կատարվում։ Մի օր խունկ ես ծխում, մի օր մոմ ես վառում, հետո… Ոյ, լավ էլի, պապ։ Ինչ լավ էլի։ Երիք եղա։ Էլ ես հոտերը տանը չտեսնեմ։ Տունն ու եկեղեցին խառնել եք իրար։ Պապա, չի կարելի։ Աստված քո վրա կբարկանա, տես խոսում են, բա։ Աստված ինձ վրա չի բարկանա, բայց այ քեզ վրա կբարկանա։ Իմ վրա ինչի, ինչ եմ արել։ Որովհետև վերևից գնայի ու կտեսնի, թե երբ ես վերջին անգամ եկեղեցի գնացել։ Մի անկեղծ սրտով երբ ես մոմ վառել մի խեղճի համար, աղոթել, մի բարեգործություն արել առանց ցուցամոլության, ու կբարկանա։ Դու ինձ թերագնահատելու համար մի հատ ես, պապա։ Ինչ եմ արել կբացատրես։ Ընդհանրապես ուզում էի ամուսնուս հետ ռոմանտիկ մթնոլորտում թեյ խմեի։ Այդքան բան։ Այդտենց։ Ճշմարտությունը լսի ու փախի։ Երեխու տրամադրությունը փչացրու դու ռոմանտիկ մթնոլորտ ստեղծի։ Մեղա քեզ Տեր Աստված։ Ալո, Արեն ուր ես։ Հետդ գործ ունեմ Մարիի մոտ։ Հա, ստեղ եմ Մարի։ Լավ։ Վերջը տալու եմ Ալեք, դու ես չես մարսելու։ Բարև ձեզ, օրը ծառա։ Արփին տանն է Արուս։ Հա, իր սենյակում է։ Ներս եկեք հիմա կկանչեմ։ Չէ, կանչել պետք չի, ես Արփի սենյակի տեղը շատ լավ գիտեմ։ Սար, ինչ է։ Սար, ես… Ալեքի… Ալեքի անունը չփորձես տալ Արփի։
Դու ինձ խաբել ես։ Դու ինձ հիմարի տեղ ես դրել։ Նորից բարի երեկո։ Կներես մի քիչ ուշացա։ Դա խնդիր չկա, ոչինչ, որ լուրջ բան չի եղել, որ զանգեցիր։ Իրականում շատ վատ զգացի Նորիկյանի հետ կապված այսօր։ Հա, բարձա։ Իրականում անհարմար զգացի, որ մերժեցի Նորիկյանին։ Դրա համար ուզում եմ քեզ սուրճի հրավիրել, որ մի հարց քննարկենք։ Ու ինչ ենք խոսելու, ավելի ճիշտ ում մասին, Նորիկյանի։ Համարյա։ Ուզում եմ խորհրդով օգնես, որ մի լավ նվեր ընտրեմ Նորիկյանի համար։ Բարձա։ Դե դուք վաղը մի ընկերներ եք։ Վստահ եմ լավ կճանաչես Նորիկյանի ճաշակը։ Թե սխալվում եմ։ Չէ, չես սխալվում։ Մենք Գևորգի հետ վաղը մի ընկերներ ենք։ Գնանք։ Ուր։ Սրճարան սուրճ խմելով քննարկենք։ Եթե դեմ չես իհարկե։ Չէ, իհարկե դեմ չեմ։ Սար թող բացատրեմ։ Հարփի ինձ էլ ոչ մի բացատրություններ պետք չեն։ Արդեն շատ ուշ է։ Դու դա անելու հնարավորություն ունեիր, բայց հիմա մենակ մի բան կարող ես անել։ Ինչ ես ուզում անեմ, Սար։ Անհետացիր իմ ճանապարհից։ Ու թող մտքովդ չանցնի, որ Ալեքը քոնն է լինելու։ Ես նման բան թույլ չեմ տա։ Լսում ես, Արփի։ Սար ցնդել ես, արի խոսանք նորմալ։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, թե դու ինչ ես պատրաստվում ինձ բացատրես։ Եթե դու իսկապես անկեղծ լինեիր, ինձ կասեիր, որ Ալեքի հետ ես հանդիպում։ Ես չեմ իմացել, որ քո Ալեքը ու իմը նույն մարդն են։ Նույնը չեն։ Ալեքը իմն է, ոչ թե քոնը։ Սար։ Ինձ թվում էր մենք մտերիմ ընկերուհիներ ենք։ Բայց դու իմ մեջքի հետևում հանդիպում էիր իմ սիրած տղայի հետ։ Նորից եմ ասում, ես չգիտեի։ Գիտես ինչ կա։ Ես հիմար չեմ։ Եթե չիմանայիր ինձ կասեիր, բայց դու ոչ մի բան ինձ դրա մասին չես ասել։ Դու ինձ անընդհատ խաբել ես, Արփի։ Ես քեզ չեմ ասել, որովհետև մտածում էի Տարոնին կասես ամեն ինչ, դրա համար մենակ։ Արփի, ինչ ուզում ես ասա։ Ոնց ուզում ես արդարացի, ես քեզ արդեն չեմ հավատում։ Դու ինձ խաբում ես, հասկանում ես, դու ինձ անընդհատ խաբում ես։ Ու ես ընդհանրապես հիմա եմ հասկանում, թե դու ինչի էիր ինձ համոզում, որ Ալեքից հեռու մնա։ Չէ, Սար, ես քեզ չեմ խաբում։ Ոնց էլ բացատրեմ, որ հասկանաս ինձ։ Արփի, դու ինչ որ բան խոսելու ու բացատրելու հնարավորությունը արդեն բաց ես թողել։ Ալեքը իմն է լինելու։ Ես դրա համար ամեն ինչ անելու եմ։ Սարա, սպասի։ Ու ընդհանրապես, այսօրվանից մենք իրար այլևս չգիտենք։ Մենք էլ ընկերուհիներ չենք։ Սարա ջան, Արուսը ասեց մեր տանն է զարմացավ, մի քիչ առաջ մենք էինք ձեր տանը։ Հոբան չի եղել։ Այն ա եղել, որ ինձ ամենահարազատ մարդիկ ինձ դավաճանել են։ Էթերիկ չի։ Չէ, Սարա ջան, դու չես խոսում։ Նման բան լինել չի կարող։ Արի հանգստացի, նստի, խոսենք, բացատրի հասկանամ։ Չէ, ես ոչ մի բան չեմ ուզում բացատրեմ։ Կամ գնացեք թող Արփին բացատրի։ Արփի ջան։ Ամեն ինչում դու ես մեղավոր, Ալեք։ Մենակ դու։ Ես։ Ես ինչու՞մ եմ մեղավոր, ինչ ա եղել։ Հա, հենց դու ես մեղավոր, Ալեք։ Դու ես ամեն ինչում մեղավոր, որ հայտնվեցիր ու ամեն ինչ խառնեցիր իրար։ Փչացրիր ամեն ինչ։ Այդ այնց ապրի աղջիկը ասածներս տեղ է ասել։ Իմ աղջիկն է, Արփի ջան, գոնե կասես ինչու՞մ եմ մեղավոր։ Ալո։ Արփի։ Չգիտի ինչի եմ մեղավոր, մի հատ էլ հարցնում եմ։
Ինչ։ Որ խնդրեմ մի հատ կներկայացնես ինչ հոդվածով եմ դատվում Արփի ջան։ Ընկերուս հետ կրվածնելու։ Ընդհանուր առմամբ ես տեղյակ չէի այդ հոդվածի մասին, բայց տենց բան չեմ էլ արել։ Արել ես։ Մի քիչ առաջ Սառան մեր տանն էր, ինձ ինչ ասեց ու գնաց։ Բայց ինչի իմ պատճառով իմ մեղքը ո՞րն է այդտեղ։ Չգիտեմ, երևի այն որ հույս ես տվել իրան։ Արփի ջան, ես ոչ մեկին հույս չեմ տվել, առավել եւս Սառային, դա իր հիվանդ երևակայությունն է։ Ես ինչ մեղք ունեմ։ Այդ դեպքում ինչի է ինձ մեղադրում, որ ես գողացել եմ քեզ իրանից։ Ինչի։ Ինչքան ասեմ նույն բանը Արփի։ Ես ինչ մեղավոր եմ, որ Սառան իր գլխում ինչ-որ մտքեր է ձևավորել։ Ես մենակ իմ քայլերի ու իմ զգացածի համար եմ պատասխանատու։ Բայց հիմա ինչ անեմ, Ալեք։ Հիմա ոչ մի բան։ Մի որոշ ժամանակ կսպասես, կխոսեք Սառայի հետ, հաստատ կհարթվի ամեն ինչ։ Ինձ չարացած էր ինձ նայում, ոնց որ թշնամին լինեի։ Ախր ես չգիտեի որ Ինչ չգիտեիր Արփի։ Չգիտեի որ դու ես են Ալեքում ինքը սիրահարվածը։ Թե չէ ինչ։ Չէր սիրահարվելու ինձ։ Ճիշտ ասած չէի սպասում, որ կգտնեիր զինվորի միջադեպի հետ կապված իրական մեղավորին։ Դե իրականում զինվորն էլ իր մեղավորությունը ուներ, բայց իհարկե սպան չպիտի մոռանա, որ զինվորը իր պատասխանատվության տակ է գտնվում, ու որ զինվորը չի կարելի այդպես վարվել։ Ուղղակի ամեն մարդ չի, որ պատրաստ է առերեսվել իրականության հետ։ Այս դրանից էլ սկսվում են իրական խնդիրները, երբ անարդարության վրա աչք ես փակում, առաջացնում են խնդիրներ, որոնք հետագայում նաև վերածվում են դժբախտության։ Իսկ դու միշտ ես արդար վարվում։ Միշտ չի ստացվում։ Այդ դեպքում ուր մնաց այն ամենը, ինչի մասին նոր խոսում էիր։ Դե միշտ չի, որ կարողանում ես անել այն, ինչը որ ճիշտ ես գտնում։ Ու հաճախ ես ստիպված լինում խղճիտ ու սկզբունքներիդ միջև ընտրություն կատարել։ Կարող է ամեն դեպքում Նորիկյանի նվերը փորձենք ընտրել, ոչ թե իմ մասին խոսենք։ Ինչի դու դեմ ես, որ փորձում եմ քեզ ավելի լավ ճանաչել։ Չէ։ Հրաշալի։ Ընտրեցիր ինչ-որ բան։ Ես ամեն ինչ մտածել եմ, ու եթե անես նենց ոնց որ ես պլանավորել եմ, մենք այդ ուռոդին կկորցնենք։ Հարց չկա ախպերս, դու ասա ինչա պետք, ես սաղ կանեմ։ Մի վարքան սպասես։ Ես փողը վերցրու, այսօր կգնաս լիքը փոշի գառնես։ Որ մեկից, որից, ումից, այդ ամեն ինչը ինձնից լավ գիտես։ Հա, բայց ես այդքան ապրանք ինչ պիտի անեմ։ Այդ էլ էս պատմության ամենահետաքրքիր մասն է, որից հետո մենք երկարաժամկետ կկորցնենք այդ աննասումին։ Երբ որ ապրանքը մոտդ կլինի, հարմար պահի կգցես պապուտ ավտոյի մեջ։ Որս արև արդեն ջոգի ուր ես տանում թեման։ Բա ասենք սաղ քո ասածով եղավ։ Մլիցեկը ոնց են իմանալու, որ մաշնի մեջ բան կա։ Դու էդի հենց գցես զանգի ինձ, ես մի անգամից մնացածը կլուծեմ։ Ջան արա տզեց։ Կտեն ասեցի, այդ գյադու վերջն ալնելու։ Հա, բայց նայ հա, մամայիդ բրասլետի պատմության պես պրավատ չտաս, թե չէ քիթդ կջարդեմ։ Չէ հա, որ ես գիշ չեմ, որ թույն գաղափարը պրավալ տամ։ Դե էլ ժամանակ մի կորցրու, այսօրվանից անցի գործի։ Սար։ Բարև Սառա ջան։ Համեն հաջող։ Ես գնացի վրազեմ հաջողություն։ Ինչ կա, ինչ ես եկել։ Տարոն, դու ինձ պիտի օգնես։
Դու ինձ պիտի օգնես, որ Ալեքին ազատենք Արփիից։ Ինչի դեռ լույսը չբացված եկել ես ու արթնացրել ես ինձ քնից։ Չհասկացա, ես ինչ նոր բարի լույս ասելու ձև է։ Միշտ ասենց։ Մենակ կերպի կամքին հակառակ են արթնացնում։ Դες այնց հետո կփորձեմ քեզ հետ համաձայնացնել այդ process-ը։ Դու կիմանաս նոր կարթնացնեմ։ Իսկ հիմա արի մի քիչ ավելի մոտ։ Ինչի համար։ Դե ուզում եմ օրս ավելի լավ շարունակել, հենց դրա համար։ Չեմ կարամ։ Ինչի։ Նոր եմ արթնացել, Ալեք։ Դե տես, եթե ես նոր արթնացած ժամանակ ինձ չստիպես վախից ուշագնաց լինել, ուրեմն արդեն խոստումնալից է, կարելի է շարունակել։ Իսկ ինչ արժի շարունակել։ Ալեք, Ալեք, Ալեք ջան, արի օգնի, արկղեր կա մեքենայի մեջ դրենք։ Շատ լավ։ Ասա Գևորգյան։ Տիկին Նազի, բադ լուրերով եմ զանգել։ Ինչ է եղել։ Բանկը մերժել է մեր վարկի հայտը։ Վարկ չեն տալիս։ Ոնց, ինչի։ Արդեն մեծ գումարներ ունենք վերցրած։ Հիմա չգիտեմ ինչ ենք անելու։ Աշխատողները էլի բողոքում են։ Լավ, Գևորգյան, ես մի բան կմտածեմ։ Դու մենակ նենց արա դրանք խելոք աշխատեն, ծպտուն չհանեն։ Ալեք ջան, ասում ես ծանր է։ Ժամանակին խորեն ինչ գիտես ինչ ծանրություններ է քաշտվել։ Սա ինչ է խորեն ինչի համար։ Շատ լավ, բայց հաստատ մեջ կոտրվող ոչինչ չկա։ Հանգիստ եղի, ոչ մի կոտրվող բան չկա։ Լավ, դե եկեք դուռը բացեմ նստեք։ Ես չեմ կարող դուռը բացանել։ Քանի անգամ եմ ասել։ Մի արա այդ տեսակ բան, դա քո պարտականությունների մեջ չի մտնում։ Քո պարտականությունն է ինձ ապահով տեղ հասցնել, ճանապարհին էլ զրուցել ինձ հետ, համով զրուցել, որպեսզի ես չձանձրանամ։ Լավ, ոնց ասեք։ Իսկ ուր են գնում։ Մանկատուն։ Տանենք նվերները շուտ հասցնենք, բաժանեն երեխեքին ուրախանան։ Ես գիտեի, որ մի բան են չի։ Այսինքն։ Դե, այսինքն դուք մի քանի անգամ ավելի բարի եք, քան ինձ թվում էր։ Դե ուրեմն, այստեղ ընդեղ չխոսես դրա մասին, չեմ սիրում։
Անհոգ եղեք Գեգամ Խորենիշ ջան, մենք ինչ խոսում ենք, դա մնում է իմ եւ ձեր մեջ։ Դե գնացինք։ Ջոր, շատ անտրամադիր եք երևում։ Կարող է ինչ-որ բան եղել։ Չէ, ինչ պիտի լինի։ Ամեն ինչ լավ է։ Նայելի։ Պապի։ Իմ մոտ էլ ամեն ինչ նորմալ։ Բա Խորեն ինչ ուր է։ Ալիքի հետ գնաց։ Ուր։ Արփին ինչ իմանա ուր։ Պապան նույնիսկ ինչ չասեց։ Ուր պիտի գնա բիձեն։ Կամ օֆիս կամ էլ գերեզմաններ։ Իբր շատ տեղեր ունի գնալու։ Տղա ջան, պապիկիդ հանդեպ հարգանքով։ Լրիվ չափերը տանցել ես։ Ալո։ Հայ, ես եմ։ Ոնց։ Ինչ է պատահել։ Ոնց ձերբակալել են, հիմա ուր է պապան։ Իմ զանգելով շոֆերին բռնել են։ Հիմա միլիցեքի ձեռն է։ Ու հաստատ կարամ ասեմ, որ միլիցեքի ձեռն էլ մնալու է։ Բայց պապին հետն է եղել։ Օպա։ Բայց այդ շատ լավ է։ Բիձեն արդեն շատ էր քիթը խոթում նրանց տեղեր, որտեղ որ պետքա չխոթեր։ Ձեր ընտանիքի կողքին բոլորն են դավաճանված։ Դուք սիրում եք, չէ՞, մարդկանց օգտագործել։ Սարա, ինչ ես խոսում, ինչ կապ ունի մեր ընտանիքը։ Մեկ դու կապ չունես, մեկ ընտանիքդ։ Պիտի շատ զգույշ լինեմ, որ հանկարծ չբռնվենք։ Ոչ թե չբռնվենք, այլ չբռնվես։ Ինչի է ինձ թվում, որ այս ամեն ինչը Արենի ձեռքի գործն է։ Այդ փաթեթի մեջ հաստատ հենց այդ աղբն է եղել։ Դեդե ջան, ինձ փող կտաս։ Ով, ես տամ, բայց մի րոպե, դու ոնց որ ավելի շատ փող ունես, դուրս տե։ Թվում եմ, էլ փող չունեմ։ Թող ես շանսատական եմ, թող ես պետք է առնեմ, որ խմեմ ես փողը։